Արիլուս ընկերներ, պատկերացրեք մեկը ունի ասենք 30-ա տատամ, որից 25-ը փտած, ջարդված բան, այն 5-ից 3-ը կիսափտած, 2 հատը առողջ։ Ու գնում է ատամնաբուժի, այս ատամնաբուժը վեկալում են առողջներից մեկը հանում է, ասում ես այս տեխնոլոգիայով եմ հանում թազա նոր եվրոպական, որ չի ցավալու вообще։ Այս մարդը ասում է ոնց կլինի, առանց սրսկելու բան դրիր, հանիր։ Այսա կմեռնեմ կողքից բարեկամները բան խառնում են, ոնց կլինի հանի, մտածում են, ինչ թազա տեխնոլոգիա է, չեն մեկը քուանշա տալի, մեկը քֆուրա տալի բան, խորանում են, մտածում են, ոնց կարա թարմ ատամի ներվերը որ գալիս է, հանելուց չցավա բան, ու սենց խորանում են, էթում է։ Ոչ մեկ չի ասում, արա դու անասուն չես, խիթր իրեն թարմ ատամը հանեցիր։ Չէ, դիսկուսը փոխվում է ուրիշ թեմայով, նույն պրոցեսի հետևանքի վրա։ Այսինքն ատամը կցավար, թե չէ։ Հիմա այս նույն պրոցեսը տեղի է ունենում մեր հայկական ծիրանի վրա։ Հիմա դիսկուսը գալիս է, թե ծիրանը կգնա Եվրոպա, թե չի գնա, կծախվի, թե չէ, եվրոպացի կուտելուց ինչ կասեն, կներեք լուծ կընկնեն, թե չեն ընկնեն, ասեց արդեն եսի մինչերի մեջ են, դա չի ընդհանրապես հարցը։ Հայաստանը, Եվրոպան այնքան հարուստ է, հասկացեք, ախր այդ միլիոն, միլիարդը Եվրոպայի համար ստից բան է։ Եվրոպան այս Հայաստանի մեջ այնքան փող է դրել, իրանց համար այնքան կարևոր է Հայաստանի սարքի հակառուսական, որ այդ մի քանի միլիոն ծախսելը դրանք իսկի թիվը չեն տենա, որ փոխվել է իրանց, հասկանում եք։ Հիմա այդ սաղ ծիրանները, պամիդորները, որ դիգնայի Ռուսաստան կարա Եվրոպան առնի, տանի թափի, ասենք, ոչ մեկին չտա։ Ու հարցը լուծվավ, հարցը չլուծվավ։ Որոշ Այս մի տարի յուլա կտան, մյուս տարի կեսը էլ ծիրան չի ցանի, կեսը մարդ կգտնի, կեսը կարող է ես օգնեմ, բերեմ իրա, չգիտեմ, 100 տոննան ծախենք, ես միշտ էս ամեն մեկ մի բան կգտնի, կանցնի այդ խնդիրը կպրծնի։ Ու վсё, բայց դա չէր խնդիրը, խնդիրն էր թե ինչի է Ռուսաստանը փակել։ Հասկանում եք, չպետք է խորանանք հետևանքի վրա։ Հետևանքը կարևոր է, այո, բայց հետևանքը չի պատճառը, հետևանքը չի առաջնայինը։ Հետևանքից առաջ պիտի նայես թե ինչի եկավ այս հետևանքը։ Դրա վրա պետք է տանել դիսկուսի, ինչի հասանք նրան, որ Ռուսաստանը արգելեց, որտեվ այդ պատճառը եթե չգտնես, միշտ այդ խնդիրները կունենաս, այդ նույնն ոնց որ մեքենան քշում ես, դեշբորդիդ վրա կարմիր լույս է վառում, ու քո լուծումն է ասում ես, արա կարմիր լույս է, դեշբորդը հանում ես, այդ լամպուշկի պրովոդը կտրում ես, Կայֆ, կարմիր լույսը անջտվավ, վсё, բրծավ պրոբլեմը չբրծավ, հետևանքը ավերեցիր, հետևանքը վերջացրիր, մենք չպետք է շեղվենք ծիրանը, էլ եմ ասում, կգա Եվրոպա, թե չի գա, ջանդամը գա, թե չգա, ոչ մեկը ոչ տուժելու է, Եվրոպան ոչ հետ անգնելու, ոչ Եվրոպայի IT ոլորտը հետ անգնելու կամ Հայաստանի IT ոլորտն է զարգանալու, ոչ, պարզապես այդ մի քանի ծիրան արտադրողները կօգտվեն կամ չեն օգտվի, չեն օգտվի կամ քիչ կօգտվեն կամ շատ այդ է փոփոխությունը, տարբերությունը։ Ուրիշ ոչ մի բան, բայց արանքից հելնում է նույնիսկ ասում ամենակարևոր խնդիրը թե ինչի հասանք նրան, որ Ռուսաստանը արգելեց այդ մթերքները դեպի Ռուսաստան։ Դա է պատճառը։ Այդանից պիտի չշեղվենք։ Այս է մեր մոտ ամենտեղ խնդիրը։ Հարցը որ տալիս է ժուրնալիստը Սատանին, Սատանը մի հատ ապուշությամբ, վсё, բրծավ, այդ հարցը մոռացանք, ընկանք մի հատ ուրիշ բան հետևից։ Կարևոր բան են անում, մի հատ ուրիշ թեմա են արանքը գցում, խորանում են այր այդ թեմայի վրա։ Էդի չի, ֆոկուսը պիտի պահենք հիմքի վրա, պատճառի վրա, ոչ թե հետևանքի վրա։ Պիտի նայենք ինչ է տեղի ունենում, ինչն է կարևոր։ Դրա վրա կենտրոնացեք ժողովուրդ, ոչ թե Հավայի ծիրանին գնաց, թե չգնաց, ջանդամը թե գնաց, թե չգնաց։ Դա չի մեր խնդրեմը։ Խնդրեմն այնա մեր Ռուսաստանի հետ հարաբերությունները, մենք գնում ենք այդ վեկտոր թեքվելն էլ, փոխելն էլ եսի ինչ խնդրեմ չի, բայց թե այդ վեկտորը ոնց է փոխում, այդ է խնդրեմը։ Դու փոխում ես վեկտորը ընկերա ոնց որ բաժանվելը, ոնց մարդիկ կարա չէ պսակվեն բաժանվեն, բայց կարաս բաժանվես մնաս ընկերներ, ծիպա ընկերներ, կարաս բաժանվես ու գնաս տուրու դմփոցը, չէ, դառնաս պապեկան թշնամի, այդ է տարբերությունը։ Հիմա մեզ սարքում են եվրոպացիք իրանց
համար իրանց ձեռնտու է դա Ռուսաստանին թշնամին, թե պրոստը վեկտոր ենք փոխում ու սենց հանգիստ սղալով ապրելով եթում ենք առաջ։ Այդ է պիտի ֆոկուսը պահենք։ Դե ոնց է լավ ու ոնց է լինելու։ Լավ եղեք, կհանդիպենք էլի շուտով։